Հարգելի հետևորդներ, ողջույն, դատելով այս ձայնից, դու կարող եք ենթադրել, որ արդեն գարուն է եկել, ասեմ իմանաք 1 ժամ առաջ շատ ուժեղ ձյուն էր գալիս, ամբողջ հատակը այսպես ձյան մեջ էր, իսկ հիմա ուղիղ հակառակն է, այսինքն գիժ մարտամիսը ամբողջությամբ արդեն մտել է իր դերի մեջ և գարունը ամենայն դեպս այս պայդրությամբ արդեն մոտեցել է։ Ես այդ ձայնը շատ եմ սիրում, այն իրոք ազդարարում է գարնանսկիզբը մեր մեջ և մեր շուրջ։ Այսօր լավ ճանապարհորդություն ունենք, պետք է գնանք Գումի շուկա, որպեսզի ես գնեմ ինձ համար 2 կտոր սալ, խնդրել են իմ ծանոթներից սալ պատրաստել իրենց համար իմ բաղադրատոմսով և իհարկե դա ինձ համար մեծ պատիվ է և որևէ դեպքում ես չեմ մերժելու այդ խնդրանքը։ Շարժվում ենք դեպի Գումի շուկա և ընդհանուր առմամբ կծանոթանանք ողջ տեսականու և գների հետ, կլինի կարծում եմ շատ հետաքրքիր։ Այսպիսով հասանք Գումի շուկայի մոտ, հիմա պետք է գնենք սալը և ներկայացնեմ ձեզ առհասարակ թե ինչ է այստեղ կատարվում, ասեմ, որ ես առաջին անգամ եմ այստեղ, որքան էլ դա տարօրինակ է։ Հարցնում եմ որտեղ է մուտքը դեպի բուն շուկան, գտանք և տեսնենք թե ինչ կա ներսում։ Հրաշալի մեծ տարածություն է, մեծ միջավայր, արդեն տեսնում եմ բազմաթիվ մթերքներ, հիանալի է պարզապես։ Նա փնտրենք, տեսնենք, թե որտեղ կարող են գտնել սալը նախև առաջ և անցնենք մնացածին։ Բարև ձեզ։ Ապերես հիմա որտեղ հարցնում են, թե որտեղ պետք է տեղադրեմ տեսանյութը, ես ասացի, որ ոչ միտեղ, կբացատրեմ, թե ինչու, շուտով։ Շարժվենք դեպի Մսի բաժին, տեսնենք կտան մեզ այսօր արդյոք սալ թե ոչ, որովհետև հարցրել եմ Կոմիտասի գրեթե բոլոր խանութներում, շուկայում այնտեղ չեմ գտել և բոլորը միակարծիք խորհուրդ են տալիս այցելել այստեղ, որովհետև ասում են այստեղ սալ կլինի։ Տեսնում եք ինչ լայն տեսականի է։ Պարզապես հիանալ կարելի է, անդադար։ Անգամ չեմ պատկերացնում, միթե այս ամբողջը կարող է սպառվել 1 օրում, թե ոչ։ Հավատացնում եմ ձեզ, անգամ ես այցելելով բազում շուկաներ չեմ տեսել նման տեսականի, որը կա այստեղ և ես ամենևին էլ գովված չեմ անում հիմա։
Հարգելի ընկերներ, կարծում եմ ինքներդ տեսաք, այս գեղեցկությունը ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Այսուհետ իմ կողմից խոստանում եմ էլ ավելի հաճախակի այստեղ այցելել, իսկ հիմա կարծես թե միակ կետը, որտեղ ես գտել եմ փոզի սալը, որը կարելի է մշակել այս կետն է։ Հիմա կմոտենանք, փորձենք գնել։ Այսպիսով լավ լուր ունեմ հայտնելու ինձ եւ ձեզ, գնացինք սալը։ Տեսեք, այսպիսի գեղեցիկ երկարավուն սալի կտորներ եմ գնել մշակելու համար 2 կիլոգրամ։ Եթե կլինի ցանկություն կցուցադրեմ նաև պատրաստման ձևը, սակայն իմ ալիքում, բարյախորժակ ալիքում ես իհարկե ունեմ տեսանյութը, թե ինչպես պատրաստել փոզի սալը, որ լինի անչափ համեղ։ Սակայն այս վլոգի շրջանակներում կամ նոր վլոգի նույնպես եթե լինի ցանկություն կցուցադրեմ պատրաստման ձևը արդեն, այնպես որ գրեք մեկնաբանություններում, սպասեմ անպայման, իսկ մենք գնանք առաջ եւ փորձենք ճշտել մթերքի գինը արդեն շուկայի ներսում, ինչպես խոստացել էի։ Իսկ ինչ եք վաճառում։ Աղջերից չէ, շիր ունեմ, բայց ինչ է արժի գները ընդհանրապես։ 4000 գինի, մի հատ փոցը։ Ամերիկայից եմ տար։ Քաղցր բան սիրում ես։ Մերը գինի այդ հաջողի ես Ինչու՞ մարսի։ Մի քիչ լցեմ ամիսին, մի քիչ տար փոցը։ Իրար այդ մի 100 գրամ էլի աման մեկը, հեսու է։ Ամեն մեկի 100 գրամ։ Հեսու է։ Այսքան մենի քաչե։ Մենք պատի կարար ես պցեմ։ Չէ, կարծանում եմ։ Դու շատ ամուր է։ Չէ։ Պցեմ։ Հարգելի ընկերներ, ինձ այստեղ ամերիկացու տեղ են դրել, ոմանք նաև Ռուսաստանից եկացի։ Հյուրասիրեցին չի, շատ համեղ է ասամ։ Իդեպ գնացի մի փոքր միջոցառումը որտեղ է կայանալու Դեյնի Դեմիրճյանի միջոցառումը։ Շատ հետաքրքիր։ Հարգելի հետևորդներ, ողջույն, եւ այսօր գնալու ենք ազգային գրադարան, որպեսզի մասնակիցը լինենք Դերենիկ Դեմիրճյանի 145 ամյակին նվիրված միջոցառմանը։ Ես որոշել եմ լուսաբանել ձեզ համար այդ չափից դուրս օգտակար գրական կարևոր իրադարձությունը։ Ինձ ողջունեցին հարգելի հետևորդներ, չգիտեմ լսեցիք թե ոչ, հիմա հասնում ենք ճանապարհը, մոտենում ենք արդեն ազգային գրադարանին, որտեղ քիչ անց մոտ 20 րոպեից կսկսվի, կրկնում եմ, Դերենիկ Դեմիրճյանի նվիրված միջոցառում 145-ամյակին, որը ես պատրաստվում եմ այսօր ձեզ համար լուսաբանել։ Իմ ետևում ամբողջությամբ այսպես ուսանողական Երուսեր է, քանի որ պոլիտեխնիկական համալսարանը մոտիկ է եւ ինքն այդ հասկանում եք ինչ է կատարվում կանգառում, նա կանցնենք փողոցը։ Կյանքումս առաջին անգամ այսքան դժվար կերպով անցա փողոցը, շատ լավ է երբ կա երիտասարդություն եւ աշխուժություն։ Սա մեզ ինչպես երբեք անհրաժեշտ է հիմա, մեր ազգին, մեր երկրին, այս ամենը պետք է ավարտ չունենա երբեք։ Սխալմամբ
մտանք գրադարան անվանումով սրճարան, բարձվեց է գրադարանը չէր, զվարճալի պա էր, ինձ ասացին որտեղից է մուտքը, հիմա շարժվենք, կներեք իհարկե, ես երբեք չեմ եղել այդտեղ, սա առաջին անգամն է, այպես որ երբ դուք տեսնեք գրադարան գրված, իմացեք դա գրադարանը չի, դա սրճարանն է, այսպես։ Որպես հուշում ես տեսնում եմ այստեղ Յանս Music Hall հանրահայտ համերգասրահը, որի դիմացը ինձ ասացին, որ ազգային գրադարանն է։ Շարժվենք, տեսեք։ Յանս Music Hall-ում ես նույնպես երբեք չեմ եղել։ Կարծում եմ ամեն բան կընկնի իր տեղը ընթացքում։ Իդեպ ամռանը ես ձեզ լավ լուր ունեմ հայտնելու, հիմա ես այդ մասին իհարկե չեմ խոսելու, դա գաղտնիքը կխոսենք արդեն ըստ իրողության եւ էության, որը տեղի ունենալու ամռանը։ Հիմա ես ոչինչ դրա մասին չեմ խոսելու, շարժվում ենք դեպի գրադարան։ Արև ձեզ, միջոցառումը որտեղ է կայանալու Դերենիկ Դեմիրճյանի միջոցառումը։ Շատ հետաքրքիր, այդտենց շնորհակալություն ստեսություն, արգելի հետևորդներ, լսեցիք, լռում եմ, շարժվում ենք։ Ժպտալով դեպի քաղաք մի փոքր կզբոսնենք, քանի որ ինձ թույլ չտվեցին մասնակցելու միջոցառմանը, պարզաբանելով, որ ես չունեմ QR կոդ եւ պատվաստված չեմ, ուստի հարգելով Դերենիկ Դեմիրճյանին, խղճալով մնացածին, շարժվում ենք դեպի փողոց, դեպի քաղաք, ինչ փողոց, քաղաք, քայլելու, մի փոքր զվարճանալու, տեսնենք ինչ կա չկա քաղաքում, պետք է հասկանալ, որ ստեղծագործությունը հավերժ է, կանոնակարգերը ժամանակավոր։ Շատ զվարճալի վլոգ է ստացվում, իդեպ շարժվում ենք դեպի ներքև, դրսում լավ շոք է, ես քայլում եմ զիգզագաձև, քանի որ ուսանողները, երիտասարդները շատ են։ Այսօր դժվար է քայլելը եւ հենց այս թեմայի շուրջ էլ կխոսենք այսօր։ Ստիպեցին ինձ բացել իմ բերանը, այստեղ մոտակայքում ես մի հրաշալի այգի եմ տեսնում, Իսահակյանի մոտակայքի փողոցի, հիմա մենք կմտնենք այդ այգին եւ կզրուցենք արդեն մահացած, բայց չգիտեմ ինչու շատ ակտուալ թեմայի շուրջ, որը կոչվում է COVID։ Ասում եք փողոցը, ես անգամ չէի պատկերացնի, որ այս վլոգը ստացվելու այսքան անակնկալ եւ հետեւաբար այսքան հրաշալի։ Ասում ենք փողոցը եւ մոտենում ենք հենց այդ այգուն, որտեղ էլ այսօր կզրուցենք։
Արգել հետևորդներ, այսպես ես հիշեցի այս այգին, այստեղ ես եղել եմ շատ վաղուց իմ մանկության ընկերների Էմանուելի, Արմանի և արդեն ներկայիս դրությամբ իրենց կանանց հետ այստեղ նաև Մարիամի հետ եմ եղել, Մարիամը նույնպես ամուսնացած է, փառք ու պատիվ իմ բոլոր ընկերներին, ես նրանց ցանկանում եմ միմիայն լավագույնը, միմիայն անսպառ երջանկություն և պարզապես այն ամենը, ինչը կա իրենց երազանքների մեջ և դեռևս իրագործված չէ, թող իրագործվի։ Սա էլ մեսիջ իմ լավագույն ընկերներին, իհարկե կանելի ընկերներին բակից, որոնց անունը չեմ նշում, ես բոլորին սիրում եմ։ Հարգելի ընկերներ, միշտ բուն թեմային անցնելը միայն տեսեք, թե ինչ ատմոսֆերա է, այսպես ասած, ինչ էներգետիկա է այստեղ, մարդկանցով լի այգին, հրաշալի տրամադրություն բոլորի մոտ, սա պարզապես ֆանտաստիկ է։